Բարև հորիզոնը շարունակում է իր աշխատանքով եթերում, հուլիսի 1-ն է չորեքշաբթի։ Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն փոխգործակցության օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային հումանիտար ոլորտներին։ Բնական գազի ցակագները բնակիչների համար կմնան անփոփոխ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում որոշում է կայացրել, որի արդյունքում Հայաստանում բնակիչ բաժանորդների համար բնական գազի ցակագները չեն փոխվի։ Գազամատակարարման համակարգում կարգավորվող ցակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված ցակագների վերանայման գործընթացի շրջանակում ցակագների վրա ազդող դրական ու բացասական բոլոր գործոնների արդյունքում վերանայվել է բնական գազի փոխադրման, բաշխման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների ցակագները, որոնք չեն անդրադառնա բնակիչների վճարների վրա։ Բնակիչ բաժանորդների համար բնական գազի ցակագները մնում են անփոփոխ։ Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։ Սահմանադրական դատարանն արդեն 6-րդ օրն է քննում է 7 քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահանջվում է անբավեր ճանաչել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները։ Այսօր կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Նիստից առաջ տեղի ունեցած ճեպազրույցում Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտնել է, որ այսօր Սահմանադրական դատարանը կավարտի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճի դատաքննությունը և կհեռանա խորհրդակցական սենյակ։ Ընտրական գործընթացի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է հրապարակվի ամենաուշը հուլիսի 4-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ 2007-ից 2016 թվականներին Վիրաբյանն աշխատել է Գյումրիի դրամատիկական թատրոնում որպես պրոդյուսեր։ 2016-ից 18 թվականներին Պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է եղել։ 2018-ից 2020 թվականներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի տեղակալի, 2020-ից 25 թվականներին Հանրային հեռուստաընկերության փոխտնօրենի և գլխավոր պրոդյուսերի պաշտոնները։ Վարչապետի մեկ այլ որոշումներով Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանը ազատվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոններից։ Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ներկայում Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին հավակնում է երկրի նախագահի աթոռին, բայց գործող նախագահ Զելենսկիի թիմը փորձել է համոզել նրան չմասնակցել ընտրությունների։ Այս մասին է գրում ուկրաինական Պրավդան։ Ըստ թերթի Զելենսկին փակ հանդիպում է ունեցել, որտեղ էլ քննարկվել է 26 թվականի աշնանը նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Ըստ թերթի աղբյուրների Զելենսկին նշել է, որ վերջին շրջանում ռազմաճակատում իրավիճակը որոշ չափով կայունացել է և այդ պայմաններում կարող է բացվել ընտրությունների անցկացման ժամանակային պատուհան, բայց նաև ընդգծել է, որ հիմնական խնդիրը պետք է լինի ընտրությունների անցկացումը այնպես կազմակերպել, որ երկրում պառակտում չլինի, ուստի անհրաժեշտ է խուսափել Զելենսկի-Զալուժնի հնարավոր քաղաքական հակադրության ռիսկերից։ Ըստ հրապարակումների այդ հանդիպան առաջին հատվածում Զելենսկին և Զալուժնին քննարկել են Լոնդոնում քաղաքական իրավիճակը և դրա հնարավոր ազդեցությունը ուկրաինա-բրիտանական հարաբերությունների վրա, հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի ռազմավարական նշանակությունը Ուկրաինայի համար։ Հոդվածում նշվել է, որ հետագայում աղբյուրների փոխանցմամբ քննարկումը տեղափոխվել է նաև Ուկրաինայի հնարավոր նախագահական ընտրությունների թեմային։ Ուկրաինայում կարծում են, որ առաջիկա 6-9 ամիսները հնարավորությունների պատուհան է և ռազմական օգնություն են խնդրում Եվրամիությունից։ Սա տեղի է ունենում վերջին շրջանում ռուսական ռազմավարական նշանակության օբյեկտների վրա ուկրաինական օդային հարձակումների ֆոնին։ Ռուսաստանն ժամանակավորապես փակել է Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի սահմաններին գտնվող երկաթուղային անցակետերը։ Մոսկվայի մարզում գտնվող Դուբնայի տիեզերական կենտրոնը երկրորդ անգամ է թիրախավորվում ուկրաինական օդուժի կողմից։ Բանն այն է, որ այն կարևոր նշանակություն ունի ռուսական բանակի գործողությունների համար, մասնավորապես հետախուզության ու հարվածների համակարգման համար։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Միաժամանակ նա հայտարարել է, որ որպես ռազմական օբյեկտներ կարող են դիտարկվել ռուսական այն նավերը, որոնք նա ստվերային նավատորմի մաս է համարել։ Իսկ վերջին շրջանում հաճախակի են դարձել հարձակումները ռուսական նավթ ու գազ տեղափոխող նավերի վրա։ Ռուսական կողմից հարձակումներն էլ ինտենսիվ են եղել, մասնավորապես Զապորոժիայի ուղղությամբ։
Ռուսաստանը գիշերվա ընթացքում շարունակել է անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների կիրառումը Ուկրաինայի տարբեր շրջանների դեմ։ Թիրախավորվել են ռազմական ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում հյուսիսային ու արևելյան մարզերը։ Դեռ օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր իրենց ռազմական նպատակներից։ Ռուսաստանը շարունակելու է ռազմաճակատում իր նպատակների իրականացումը ամբողջությամբ վերահսկողություն հաստատելով ուկրաինական 4 մարզերի նկատմամբ, մերժելով ռազմական գործողությունները սահմանափակելու վերաբերյալ Ուկրաինայի նոր առաջարկը։ Մենք կշարունակենք իրականացնել մեր ռազմաճակատային նպատակները անկախ ուկրաինական առաջարկներից։ Մեր հիմնական նպատակը Դոնբասի եւ Նովորոսիայի ամբողջական ազատագրումն է։ Ուկրաինայի ռազմական ղեկավարությունն էլ հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է ուժեր կուտակել հյուսիսային ուղղությամբ, հատկապես Բրյանսկի շրջանից հնարավոր նոր գործողությունների համար։ Թեև Կիևի ուղղությամբ լայնամասշտաբ գրոհը քիչ հավանական է գնահատվում։ Ամենահավանական սցենարը, եւ դա հաստատվում է մի շարք աղբյուրներից ստացված տվյալներով, Ռուսաստանի տարածքից, մասնավորապես Բրյանսկի մարզից հյուսիսային ուղղությամբ հնարավոր հարձակողական գործողությունն է։ Սա իհարկե միանգամայն իրատեսական տարբերակ է, եւ մենք պատրաստվում ենք դրան։ Ռուսաստանի նախագահը խոսել է նաև այն մասին, որ իրենք պետք է ամրապնդեն հակաօդային պաշտպանության ուժերը։ Մենք պետք է ուժեղացնենք մեր հակաօդային պաշտպանության կարողությունները դիմակայելու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ավելի ինտենսիվ հարձակումներին, որոնք հիմնականում ուղղված են մեր նավթային արդյունաբերության դեմ։ Իդեպ հուլիսի 1-ից Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է Ֆինլանդիայի, Էստոնիայի եւ Լատվիայի սահմաններին գտնվող մի շարք երկաթուղային անցակետերով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժը։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինը։ Այս պայմաններում Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայել Ֆյոդորովը Պոլիտիկոյին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական զորքերին, լոգիստիկ հանգույցներին եւ նավթային ենթակառուցվածքներին հարվածելու շնորհիվ կարողացել են ռազմաճակատում նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնել։ Նրա խոսքով Ուկրաինան փորձում է արագորեն նոր ռազմական օգնություն ստանալ արևմուտքից, նախքան Ռուսաստանը կհարմարվի ռազմաճակատում վերջին զարգացումներին։ Եթե մենք բավարար ռեսուրսներ ունենանք պատերազմում նորարարությունների նոր փուլ սկսելու համար, մինչև Ռուսաստանը կհարմարվի ներկայիս փուլին, ապա կշահենք ևս 6 ամիս։ Reuters գործակալությունը հղում անելով պաշտպանության նախարարի նամակին գրել է, որ Ուկրաինան Եվրամիության իր գործընկերներին խնդրում է Եվրոպական խաղաղության հիմնադրամից 6.6 միլիարդ եվրո տրամադրել որպես ռազմական օգնություն։ Ըստ ուկրաինական կողմի ռազմաճակատում առաջիկա 6-ից 9 ամիսը հնարավորությունների պատուհան է։ Կրիստինե Ալագուլյան, Հորիզոն։ Իրանի դեմ ռազմական գործողությունների շրջանակներում եվրոպական ավիաբազաներից օդ է բարձրացել Միացյալ Նահանգների շուրջ 5000 ինքնաթիռ։ Դա հաստատում է, որ Եվրոպա մնում է Վաշինգտոնի կարևոր ռազմական դաշնակիցը։ Այս մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Եթե նայենք ընդհանուր պատկերին, կտեսնենք, որ եվրոպական երկրները կատարում են իրենց խոստումները։ Դա հանգեցրել է նրան, որ 4000, գուցե նույնիսկ մինչև 5000 ամերիկյան թռիչք է իրականացվել եվրոպական օդանավակայաններից, ասել է Ռյուտեն։ Նա վստահություն է հայտնել, որ Եվրոպան կրկին խոշոր հարթակ է Միացյալ Նահանգների կողմից ուժի ցուցադրման համար։ Միանշանակ նա ընդունել է, որ ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգներում հիասթափություն է առանձին դեպքերի պատճառով, երբ եվրոպացիները միշտ չէ որ կատարել են երկկողմ համաձայնագրերը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի նախատեսում 2028 թվականի ընտրություններում հանրապետական կուսակցությունից առաջադրել իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու իր մտադրությունը հայտնի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը վկայակոչելով պետքարտուղարի շրջապատի աղբյուրները։ Ըստ գործակալության տվյալների Ռուբիոն խորհրդականների եւ օգնականների զրույցներում բազմիցս հայտարարել է Վենսին տեղ զիջելու իր մտադրության մասին։ Գործակալությունը նաև նշել է, որ Ռուբիոն համատեղելով պետքարտուղարի եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնները վերջին ամիսներին զգալիորեն ամրապնդել է իր ապարատային դիրքերը, համախոհների նշանակելով Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի առանցքային պաշտոններին։ Ավելի վաղ նախագահ Թրամփը Ֆորտուն ամսագրին տված հարցազրույցում չի պատասխանել իր հնարավոր իրավահաջորդի մասին հարցին։ Ամերիկյան լրատվամիջոցները շատ են գրել Ռուբիոյի եւ Վենսի մասին, որպես հանրապետական հիմնական թեկնածուների, ովքեր 2 տարի անց կկարողանան հավակնել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին։
Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի մասին, որի շուրջ կան շատ դժգոհություններ ծնողներից։ Օնլայն եղանակով համակարգ մուտք գործելն ու գրանցվելը ոմանց համար բարդ է։ Նոր գործարկված արտաքին ծանոթ չեն շատերը։ Այս հարցերին է այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը։ Չկա արտոնություն ունեցող մարդ, ով ունի ազդեցություն դպրոցի վրա, տնօրենի վրա, որ կարող է անցնել առաջ եւ ավելի շուտ, չգիտեմ, իր հարցերը կարգավորել, այստեղ կա հավասարության սկզբունք բոլորի համար։ Եվ այո, մենք 7 տարվա ընթացքում ունեցել ենք այդ դժգոհությունը ծնողների, որ չեն հասցրել հայտագրել իրենց ցանկացած դպրոցը, բայց մեր օրենսդրությունը ասում է, որ ծնողներ են դրում դպրոց, սակայն լիցենզիոն տեղերի շրջանակներում, այսինքն, եթե դպրոցը ունի նախատեսված 100 տեղ, իսկ այդ դպրոց ցանկանում են իրենց երեխաներին հայտագրել 300 մարդ, բնական է, որ 200 հոգին չի կարողանալու դա անել։ Շատ բնական բան է, բայց գոնե ստարտային մեկնարկային պայմաններում իրենք բոլորը հավասար պայմաններում են, այսինքն չկա մեկը, ով կարող է առանձին իր խնդիրները լուծել ու մեկնարկում առավելություն ունենալ։ Համակարգի առաջին էջում տեղադրված էր մի լինք, որը հնարավորություն է տալիս ծնողներին տեսնել դպրոցների ցանկը եւ ազատ տեղերը, այսինքն հայտագրման ընթացքում տեսնել, թե որ դպրոցում քանի ազատ տեղ է մնացել։ Եվ քանի որ նախորդ տարիներին մեր ծնողները հայտագրումը սկսում էին դպրոցի ընտրությունից, այսինքն ցանկից ընտրում էին դպրոցը եւ այդ ցանկում դպրոցի մոտ հայտնվում էր սկսել հայտագրել կոճակը։ Ցավոք սրտի այս տարի ծնողները փորձել են դա իրականացնել այդ տրամաբանությամբ, բայց քանի որ տրամաբանությունը փոխված էր, ծնողը պետք է մուտք գործեր իր էջ, որտեղից նոր իրականացնել հայտագրումը, որտեղի երեխայի անվան տակ է հայտնվում սկսել հայտագրում կոճակը, իրենք փորձել են հայտագրում իրականացնել ցանկից անմիջապես եւ անընդհատ այդ ցանկում չի հայտնվել այդ կոճակը, հայտագրել կոճակը։ Բնական է, որ չէր հայտնվելու այդ կոճակը, որտեղ այդտեղ նախատեսված չի այդ կոճակը, չնայած նրան, որ ուղեցույցներում, վիդեո ուղեցույցներում անընդհատ նշված է եղել, որ պետք է մտնել համակարգ, այսինքն ձեր հաշիվ նոր սկսել հայտագրումը, միևնույն է, սովորույթի ուժը շատ ավելի ուժեղ էր եւ ծնողները փորձում էին հայտագրում իրականացնել այդ ցանկի միջոցով։ Եվ մենք անընդհատ մոնիտորինգ էինք անում այդ ժամանակ, բնական է, որ պետք է իրականացնենք հասկանալու համար, թե որտեղից է գալիս ծանրաբեռնվածությունը, եւ ծանրաբեռնվածությունը գալիս էր այդ էջի թարմացումից, ցանկի էջի թարմացումից, 17000 թարմացում ամեն վայրկյան։ Եվ չի իջնում ծանրաբեռնվածությունը, մենք ասում ենք, բայց այնտեղ բան չկա անելու, էլի ինչի չի իջնում այդ ծանրաբեռնվածությունը, չի կարող անընդհատ պահպանվել այդ ծանրաբեռնվածությունը, եւ երբ որ առաջին զանգը, որ այդտեղ չի հայտնվում սկսել հայտագրումը, հա, կոճակը, մենք միանգամից հասկացանք, որ խնդիրը այդտեղ է։ Եվ երբ այդ լինքը ուղակի փակեցինք էջից, առաջին էջից, համակարգի ծանրաբեռնվածությունը միանգամից ընկավ եւ մինչեւ հիմա արդեն այդ պահից սկսած համակարգը աշխատում է առանց ծանրաբեռնվածության, առանց որևէ խափանումների։ Նանեպարային համույթը նշում է հիմնադրման 10-ամյակը։ Համույթի 130 սաները Գյումրի դրամատիկական թատրոնում համերգային տոնական երեկո են նվիրել հանդիսատեսին։ Համույթի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Նանե Հարությունյանի հեղինակային բեմադրությունները նոր շունչ են տվել հայկական, դասական եւ ժամանակակից սպարարվեստին։ Պարը հոգու լեզու է համարվում, որի յուրաքանչյուր շարժում ասելիք ու բովանդակություն ունի։
բարձր տեխնիկան եւ զգացմունքայնությունը բարեվերածում են արվեստի, պարողին արվեստի արժանի գրողի։ Հենց այսպես Նանե Պարային համույթի սաները գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Նանե Հարությունյանի հեղինակային բեմադրությամբ Գյումրիի թատրոնի բեմից ազդարարեցին իրենց համույթի 10-ամյակին նվիրված համերգային ծրագրի մեկնարկը։ Պարային բեմադրությունները թատրոնի դահլիճը լցրեցին ջերմ ու ժպտուն տրամադրությամբ։ Պարարվեստում 10 տարի ճանապարհ անցնելը հեշտ չէ։ Մեծ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է արտիստիզմ, ռիթմի նուրբ զգացողություն, ֆիզիկական պատրաստվածություն, անսպառ աշխատասիրություն, համառություն ու համբերություն։ Հենց այս որակներն են կրում մեծ ու փոքր 130 նանեները։ Ավելի շատ հույզեր կան, ավելի շատ էմոցիաներ եւ տարբեր այլ բաներ։ Կա շատ բաներ, որոնք նոր ենք մենք սովորել եւ նոր ենք բեմադրելու, դրա համար շատ լարված ենք։ Ես այստեղ շատ բաներ եմ սովորել։ Ինգերնանային ես ուրիշ բարդեղ հաստատ չեմ գնա, ինգերնանային չեմ թողնի։ Մեր ուսուցիչը միայն ուսուցիչ է, այլավ օրինակ է, թե մենք ինչպես պետք է մեզ դրսևորենք եւ մեզ տալիս է սեր, այդ պատճառով մենք ընտրել ենք մեր համույթը Պարային։ Պարը ինձ համար ապրելակերպ է։ Ես առանց իմ սաների, առանց մի օր իմ ստուդիա գնալու չեմ կարող ուղակի, ինձ համար իմ սաները ոչ միայն ուղակի սաներ են, ամեն մեկ ինձ համար մի գանձ է, այսպես ասեմ, ամեն մեկը ինձ համար շատ կարևոր տեղ ունեն իմ սրտում։ Ժամանակակից ու ռիթմիկ բեմադրություններից մինչև դասական, հիփ-հոփ եւ տարբեր ժողովուրդների մշակույթ ու միջավայր ներկայացնող պարեր են ապարում, ամենքն իր տրամադրությամբ ու ասելիքով։ Ստեղծագործական ձեռագրի ու ոճի շնորհիվ է, որ Նանե Պարային համույթն արժանի եւ մրցունակ տեղն ունի քաղաքի պարարվեստում։ Նվիրումն ու ստեղծագործական որոնումներն են, որ Նանեին դարձրել են ինքնատիպ եւ ճանաչված։ Իհարկե դարաշրջանում շարունակել արվեստը ճիշտ կոչել եւ ճաշակ սովորել եւ ճաշակ սովորեցնել, դարձնել արվեստասեր, դարձնել արվեստագետ, նույնպես կարծում եմ, որ յուրաքանչյուր պարուսույց չի կարողանա անել։ Կեցե մենք Նանեն կեցեն մեր նանեները։ Տեսնում ենք, թե ինչքան երեխեք իրոք հավաքվել են ու հավատացել են Նանեին, գնում են իր հետևից եւ դա խոսում է բնականաբար միայն Նանեի ճկունության մասին, որտեղ այս դեպքում ոչ միայն պարն է, այլ նաեւ ես չեմ վախենա այդ բառը ասելուց, մանկավարժի հոգեբանությունը, երբ դու իրոք երեխաներին կարողանում ես շատ փոքր տարիքից մինչեւ դեռահաս համախմբել մեկ տեղում։ Այս դեպքում Գյումրու հարթակում։ Համերգային երեկոն հարուստ էր նաև պրեմիերաներով։ Նանեի կրտսեր սաների շատերի համար սա առաջին ելույթն էր մեծ բեմում։ Համույթը հանդես եկավ նաև պար կոչով նվիրված առանց ծնողական խնամքի մնացած եւ մանկատներում ապրող երեխաներին, ուշադրություն հրավիրելով նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի, հոգատարության եւ սիրո կարեւորության վրա։ Արվեստը կարող է միավորել ու փոփոխության հիմք դառնալ։ Հոբելյանական համերգի հասույթի մի մասը կուղվի մանկատներից մեկին։ Շատ անգամներ Նանեն առանձնազրույցներ է ունենում սաների հետ, բացի բարի դասերից, առանձնազրույցներ կյանքի վերաբերյալ, տարբեր արժեքների վերաբերյալ, որպեսզի կարելի է ասել այս փառքի ճանապարհին չկորցնեն իրենց իրական մարդ տեսակը, ու կարողանան այս արժեհամակարգում ձևավորվել որպես լավ մարդ, հետո նոր որպես լավ պարուհիներ։ Ամենակարևոր խորհուրդը իմ կողմից, որ պարը իրենց տալիս է հույզեր, սեր, պայքար, ինչու ոչ նաև հիասթափություն, բայց միևնույն ժամանակ ուժեղ լինել եւ պայքարել մինչեւ վերջ հասնել իրենց նպատակներին, ոչ միայն պարարվեստի ոլորտում, նաև իրենց կյանքի ընթացքում։ 3-ից 18 տարեկան նանեները փայլել են հեղինակավոր բեմերում, մասնակցել են հայաստանյան մրցույթների ու փառատոների, ինչպես նաև միջազգային պարային ստուգատեսներին պատվով ներկայացրել են իրենց քաղաքն ու հայկական պարարվեստը։ Առաջիկայում համերգային շրջագայություններով հանդես կգան Բուլղարիայում եւ Իտալիայում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ հեռախոսում այսքանը, թարմացված նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկմանը։